Ադրբեջանում թալիշական ինքնության ու ազգային տարրական իրավունքների հետևողական ոչնչացումը պարբերաբար դուրս է գալիս ջրի երես։ Թալիշ մտավորականի ընտանիքն է, երեխաները խնդրում են չսպանել իրենց հիվանդ մորը։ Ընտանիքի հայրը Թալիշի ձայն թերթի թղթակից Շահին Միրզոևն է։ Ընտանիքը ճնշումներից փրկելու համար նա ապաստան է խնդրել Հայաստանից։ Դավայ դասվիդանյան նախկին խորհրդային երկրներում հայտնի դարձավ, երբ Թալիշի ձայն թերթի ղեկավար Հիլալ Մամեդովն այն դրեց YouTube։ Այդ թերթի աշխատակիցն էր այժմ ապաստան խնդրած ընտանիքի հայրը Շահին Միրզոևը։ Նախագահ Ալիևը կասկածել էր, որ այս երկում կրկնվող կոչը կարող է ուղղված լինել հենց իրեն։ Թալիշ խմբագրին մեղադրեցին թմրանյութ պահելու համար ու բանտարկեցին։ Թալիշ ակտիվիստների համար Ադրբեջանում իսկապես հեշտ չէ ապրելը։ Նրանք Ադրբեջանում իրականում կյանք չունեն։ Թալիշները բնակվում են Ադրբեջանի հարավ-արևելքում, Իրանի սահմանին։ Այս ժողովուրդն Ադրբեջանի բնիկ մյուս ժողովուրդների նման ապրում է անտանելի ճնշման պայմաններում։ Թրքախոս բռնապետությունը իրանախոս ժողովրդի համար ծանր բեռ է։ Բոլորս էլ գիտենք Ադրբեջանում նույն հալածանքներ ազգային փոքրամասնությունների հետ կապված եւ այլն, ինչը մինչեւ կյանքի սպառնալիք կարող է հանգեցնել։ Ամրա Շուշի Թոլեշեստոնի Սադորոդիոյ Ադրբեջանում թալիշների թերթը ճնշումների տակ է, իսկ Արցախում ու Արցախից սփռվում է թալիշական ռադիոն։ Ինքնությունը կորցնելու եզրին հայտնված թալիշները արդեն 4 տարի կարողանում են հաղորդումներ լսել իրենց լեզվով։ Բացի այդ, Երևանի պետական համալսարանը պարբերաբար գիտաժողովներ ու հանդիպումներ է կազմակերպում թալիշ գործիչների հետ։ Թալիշների համար հայերը բարեկամ են։ Հայաստանում քաղաքական ապաստան ստացած թալիշ գործիչը Ադրբեջանից փախել էր դեկտեմբերին ու մեկնել Վրաստան, քանի որ նրա վատառողջ կնոջը Ադրբեջանում չեն ապահովել բժշկական օգնությամբ։ Միրզոևը հայտարարել է, որ եթե վերադառնա, դա կլինի իր ընտանիքի մահվան դատավճիռը։ Թալիշների խոսքով Ադրբեջանն ամիսներ շարունակ փորձում էր Վրաստանի իշխանությանը ստիպել արտահանձնել Միրզոևին եւ նրա ընտանիքը։ Հասարակական գործիչն ի վերջո հանգրվանել է Հայաստանում։ Դավիթ Սարգսյան, Անի Ավետյան, ժամը լրատվական։